Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքում արած գրառումը դժգոհություն էր բարձրացրել սոցցանցերում։ Ուրբաթ օրը նա կիսվել էր Ամուր-Սարի հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմամբ և կից գրել. «Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի, շունը հաչում է, քարավանը գնում»։ Նախարարը ինքը քաղաքական պաշտոն է ոլորտային և ինքն է ձևավորում խոսույթ և այդ խոսույթը պետք է լինի խիստ ինստիտուցիոնալ և քաղաքական։ Օգտատերերի վրդովմունքից ու քննադատություններից հետո նախարարն արդարացավ, թե ասացվածքը վերաբերում է որոշ նախկին պաշտոնյաների։ Երբ բացատրությունն էլ այսպես ասած չբավարարեց քննադատողներին, Պապոյանը հեռացրեց գրառումը։ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանն ընդգծում է, որ նման խոսույթը հարիր չէ պաշտոն զբաղեցնող անձին, անկախ նրանից, թե ում է այն ուղղված։ Նախարարի խոսնակ Լիլիթ Շաբոյանը պարզաբանում է. Պապոյանը մտադիր չի եղել վիրավորել քաղաքացիներին, չհստակեցնելով, թե նախկին որ պաշտոնյաներին է նկատի ունեցել Պապոյանը։ Գրառումը հեռացվել է, քանի որ թյուրըմբռնումների տեղիք էր որոշակի տվել։ Ցանկանում եմ վստահեցնել, որ նախարարը բնավ մեր քաղաքացիներին վիրավորելու որևէ միտում և նպատակ չի ունեցել։ Գրառման մեջ ընդհանրապես օգտագործվել է ասացվածք, որի իմաստը այս համատեքստում այն էր, որ չնայած որոշ անձանց կողմից տնտեսության վերաբերյալ հնչող անհիմն դատողություններին, նախարարությունը շարժվում է տնտեսության զարգացման իր հստակ տեսլականով։ Օլեգ Դուլգարյանը սակայն նկատում է, ՔՊԱ-ականների մոտ այդպիսի խոսույթը նորություն չէ։ Նույն քաղաքական թիմի կողմից կամ պաշտոնյաների կողմից, այսպես վերցնենք, կարծես թե այդ բնորոշումը ինքը արդեն խորը արմատներ է գցել, որովհետև բացառելու փոխարեն կարծես թե կրկնվում է։